Սկսենք։ Հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ։ Ինչպես արդեն տեսնում եք, ես ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներից մեկին, Համլետ Մանուկյանին հրավիրել եմ իմ բնակության վայր, որպեսզի տամ հանցագործության մասին հաղորդում կապված օրենքով գող Արսեն Երևանցկու հետ և Սիսիան քաղաքի բնակիչ Վահե Խաչատրյանի հետ։ Ուրեմն, դուք լրացնեք և հաղորդման բովանդակությունը շարադրեմ արդեն։ Էրիկ Իգորի Եղինյան։ Ծնված օրամից տարի 22-11-86 թիվ։ հասցեն Քաղաք Ստեփանավան, Աշոտաբերդ թաղամաս, շենք 10 բնակարան 5։ հեռախոսի համար 077 2707 38 քանի որ դուք տեղեկացված եք վերաբերյալ շատ չեմ մանրացնում։ Ուրեմն հայտնում եմ, որ իմ YouTube-յան ալիքի հետևորդներից Սիսիան քաղաքի բնակիչ Վահե Սերժիկի Խաչատրյանը Վահե Սերժիկի Խաչատրյանը մի որոշ ժամանակ առաջ մի որոշ ժամանակ առաջ իր իսկ սեփական նախաձեռնությամբ զանգահարել էր ինձ
Եվ մեր հեռախոսազրույցի ժամանակ Վահե Խաչատրյանը ինձ տեղեկացրել է, որ քրեական աշխարհում շակերտների մեջ Արսեն Երևանսկի մականունով հայտնի օրենքով գող Արսեն Մկրտչյանը նախկինում ցուցմունք է գրել քննիչի մոտ Ստորակետ այնուհետև օրենքով գող Արսեն Երևանսկին ըստ Վահե Խաչատրյանի նախադասությունը շարունակվում ստորագրել է իր իսկ կողմից քննիչի մոտ գրված ցուցմունքը Վահե Խաչատրյանը ինձ հայտնել է նաև, որ օրենքով գողի կողմից քննիչի մոտ ցուցմունքը գրելը հետևը Ասանք ցուցմունք գրել է քննիչի մոտ օրենքով գողի կողմից գրել եք, չէ՞ արդեն ու նույն բանը այս անգամ չգրել օրենքով գողի կողմից ցուցմունք գրել է քննիչի մոտ ցուցմունք գրելը հակասում է գողական վարքականոններին Եվ մեր հեռախոսազրույցի ժամանակ
եւ մեր հեռախոսազրույցի ժամանակ Վահե Խաչատրյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել օրենքով գող Արսեն Երևանցու հասցեին։ Որը ես ձայնագրել եմ։ Մի սրանցից որն է գողը, հետաքրքիր է։ Այ քեզ բան, եթե սա Արսեն Երևանցկին է, ես էլ Էրիկ Ստիպանավանցկին եմ։ Տենց չի։ Հետաքրքիր է իրականում, ով է գող նշանակում։ Միլիցեքն են գող դնում, թե ով է գող նշանակում։ Ինձ տենց են ասել, որ վաբշե Հայաստանի գողերին միլիցեքն են նշանակում։ Շանոքենք։ Երևանցու հասցեին, որից հետո Վահե Խաչատրյանը ինձ հայտնել է, որ օրենքով գող Արսեն Երևանցու կողմից քննիչի մոտ գրված ցուցմունքները քննիչի մոտ գրված ցուցմունքները ներկայումս գտնվում են Վահե Խաչատրյանի մոտ։ Վերջակետ, հավել եմ նաև, որ ես վերը նշված հանգամանքների վերաբերյալ Էրիկ Գեղինյան վերնագրով իմ YouTube-յան ալիքում Էրիկ Գեղինյանը չատյարդների մեջ իմ YouTube-յան ալիքում տեղադրել եմ բազմաթիվ տեսանյութեր եւ իմ տեսանյութերում ես քննադատում եմ օրենքով գող Արսեն Երևանցուն։
Քննադատում եմ օրենքով գող Արսեն Երևանցուն։ Դրանից հետո Վահե Խաչատրյանը քննիչներից եւ ազգային անվտանգության ծառայությունից պահանջել էր ինձ ստիպեն որ ես իմ YouTube-յան ալիքից ջնջեմ օրենքով գող Արսեն Երևանցու վերաբերյալ իմ YouTube-յան ալիքում իմ կողմից տեղադրված վերը նշված տեսանյութերը վերջակետ, մինչդեռ որևէ մեկը չի կարող ինձ ստիպել որ ես իմ YouTube-յան ալիքից ջնջեմ տեսանյութերը Եվ միայն ես ինքս եմ որոշում, թե իմ YouTube-յան ալիքում ինչպիսի տեսանյութեր տեղադրեմ կամ չտեղադրեմ։ Իմ YouTube-յան ալիքում Ինչ գրեցիք, ինքս եմ որոշում, թե իմ YouTube-յան ալիքում ինչպիսի տեսանյութեր տեղադրեմ կամ չտեղադրեմ։ Վերջակետ, ասեմ ավելին, ես ոչ միայն չեմ ջնջել այդ տեսանյութերը, ստորակետ, այլև Վահե Խաչատրյանի
Եվ Արսեն Երևանսկու վերաբերյալ նոր տեսանյութեր եմ տեղադրել իմ YouTube-յան ալիքում։ Վերջակետ, որից հետո հավանաբար օրենքով գող Արսեն Երևանսկու ուղղորդմամբ օրենքով գող Արսեն Երևանսկու ուղղորդմամբ Վահե Խաչատրյանը ոստիկանության Սիսիանի բաժնում և ազգային անվտանգության ծառայությունում Էդի Գեղինյանից վերաբերյալ ներկայացրել է մի քանի հատ հաղորդումներ։ Վերջակետ, Վահե Խաչատրյանի այդ կեղծ և մտածածին հաղորդումների հիման վրա Սիսիանի քննչական բաժնի քննիչի կողմից Էդի Գեղինյանից նկատմամբ միանգամից մի քանի հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ
Ստորակետ, այնուհետև այդ քրեական նախաձեռնվել էր քրեական վարույթ, այնուհետև այդ քրեական վարույթն ուղարկվել էր, այդ քրեական վարույթն ուղարկվել էր Ստեփանավանի քննչական բաժին։ Ուղարկվել էր Ստեփանավանի քննչական բաժին, եւ ես շատ շուտով առաջիկայում իմ YouTube-յան ալիքում կհրապարակեմ առաջիկայում իմ YouTube-յան ալիքում կհրապարակեմ այդ սպասի մի րոպե, շատ շուտով առաջիկա միության ներքում կհրապարակեմ այդ քրեական վարույթով Էրի Գեղինյանիս եւ Վահե Խաչատրյանի կողմից քննիչի մոտ տրված ցուցմունքների տեսաձայնագրությունները։ Որ վերջում կարդամ նոր ստորագրեմ չի լինի, պետք է ամբողջությամբ կարդամ վերջում, էլի ժամանակ կստորագրեմ կարդալուց հետո։ Հա, բայց ուզում եմ ամեն դեպքում կարդամ, չէ։ Քննիչի մոտ վերջը ինչ գրեցինք, միտքը ճիշտ ձևակերպենք։ Առաջիկա իմ YouTube-յան ալիքում կհրապարակեմ քրեական վարույթ, այդ քրեական վարույթով, կհրապարակեմ այդը չեք գրել, որ պարզ լինի, որ քրեական վարույթով, կհրապարակեմ այդ քրեական վարույթով Էրի Գեղինյանից եւ Վահե Խաչատրյանի կողմից քննիչի մոտ տրված քննիչի մոտ տրված ցուցմունքների տեսաձայնագրությունները։ Վերջակետ, հավելեմ նաև, որ ես իմ զորեղ փաստարկներով ջախջախեցի
Սիսյանի քնչական բաժնի քննիչի կողմից ինձ վերագրվող շինծու և մտացածին մեղադրանքները ստորագետ և Ստեփանավանի քննչական բաժնի պարկեշտ և պատվախնդիր քննիչ Գրիշա Բասմաջյանը այո, եթե քննիչը պարկեշտ է և պատվախնդիր և արդարամետ, դրա մասին նույնպես ես պետք է բարձրաձայնեմ, որպեսզի հանրությունը իմանա այդ մասին։ Գրիշա Բասմաջյանը որոշում կայացրեց հանցակազմի բացակայության հիմքով Գրիշա Բասմաջյանը ինքը միակ քննիչն է Ստեփանավանի քննչական բաժնում, ում աշխատանքից ես գոհ եմ։ Իսկ այն մնացած բոլոր քննիչները Ստեփանավանի քննչական բաժնի չեն տիրապետում իրենց գործառութային պարտականությունն, այսինքն ոչ օրենք գիտեն, ոչ էլ ունեն արդարամտություն։ Պարբերաբար հանցագործության դեպքեր են թաքցնում նույն Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները, բացի Գրիշա Բասմաջյանից։ Ուր հասանք, Գրիշա Բասմաջյանը որոշում կայացրեց հանցակազմի բացակայության հիմքով կարճել Էրի Գեղինյանից նկատմամբ նախաձեռնված վերը հիշատակված այդ շինծու քրեական գործի վարույթը։ Վերջագետ ամփոփելով իմ ողջամիտ դիտարկումները բութ հավելեմ նաև, որ մեր հեռախոսազրույցի ժամանակ Վահե Խաչատրյանը ինձ հայտնել է նաև, որ
Վահե Խաչատրյանը ինձ հայտնել է նաև, որ օրենքով գող Արսեն Երևանսկու Արսեն Երևանսկու կողմից իրեն վնասելու հնարավոր դեպքերը կանխելու և խափանելու նկատառումներից ելնելով քննիչի որոշմամբ Վահե Խաչատրյանի նկատմամբ որոշում է կայացված եղել Վահե Խաչատրյանի նկատմամբ շարունակում առանց ստորակետի որոշում է կայացված եղել Վահե Խաչատրյանի նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու վերաբերյալ վերջակետ դրանից հետո Վահե Խաչատրյանը քննիչի կողմից նախազգուշացված լինելով իր նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու վերաբերյալ այդ տեղեկատվության հրապարակման անթույլատրելիության մասին
Վահե Խաչատրյանը Viber հավելվածի միջոցով Էրիկ Գեղինյանից է ուղարկել քննիչի կողմից քննիչի կողմից գրեցիք քննիչի կողմից իր նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի կայացրած որոշում Վերջ հոդվածն էլ ասում վերօգնյալից ակնհայտ է, որ Վահե Խաչատրյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 485-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն Վերջակետ, վերջում հավելեմ նաև, որ ես պատրաստակամություն եմ հայտնում ոստիկանությանը և քննչական մարմիններին տրամադրել Վահե Խաչատրյանի կողմից
ինձ ուղարկված քննիչի կողմից կայացված քննիչի կողմից կայացված վերը հիշատակված որոշումն ու վերը հիշատակված որոշումն ու Վահե Խաչատրյանի կողմից ինձ զանգահարելու ժամանակ մեր միջև ինձ զանգահարելու ժամանակ մեր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Էրիկ Եղինյանից կողմից կատարված հեռախոսազրույցի ձայնագրությունը Էրիկ Եղինյանից կողմից կատարված հեռախոսազրույցի ձայնագրությունը ձայնագրությունը եւ այդ ձայնագրության մեջ հստակ լսվում է որ Վահե Խաչատրյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում օրենքով գող Արսեն Երևանսկու վերաբերյալ։ Վերջակետ վերջին նախադասությունը եզրափակելով իմ հաղորդումը ու ավարտում ենք նոր տողից նոր պարբերությունով Եզրափակելով իմ հաղորդումը ցանկանում եմ ավելացնել նաև, որ Հայաստանի
Հանրապետության հատուկ ծառայությունների կողմից պաշտպանված է իմ անվտանգությունը ասանք ամենահետաքրքիր հատվածին պաշտպանված է իմ անվտանգությունը ստորագրել մասնավորապես տնից դուրս գալու ժամանակ ես մշտապես ինձ մոտ կրում եմ փոքրիկ տեսախցիկ ահա այդ տեսախցիկը Փոքրիկ տեսախցիկ տնից դուրս գալու ժամանակ ես մշտապես ինձ մոտ կրում եմ փոքրիկ տեսախցիկ որը մշտապես միացված է լինում իմ բջջային հեռախոսի Wi-Fi-ին որը մշտապես միացված է լինում իմ բջջային հեռախոսի Wi-Fi-ին եւ հատուկ ծառայությունները այս տեսախցիկի միջոցով մշտապես վերահսկում են իմ տեղաշարժը մշտապես հսկում են իմ տեղաշարժը, այնպես որ ես չեմ վախենում օրենքով գող Արսեն Երևանցու հաշվեհարդարներից եւ վրեժխնդրությունից Արսեն Երևանցու այնպես որ ես չեմ վախենում օրենքով գող Արսեն Երևանցու կողմից
իմ նկատմամբ կատարվելիք հնարավոր հաշվեհարդարներից եւ վրեժխնդրությունից հնարավոր հաշվեհարդարներից եւ վրեժխնդրությունից եւ Արսեն Երևանսկու գողական ընկերների կողմից իմ կյանքի կամ առողջության նկատմամբ ոտնձգություն գործադրվելու դեպքում իմ կյանքի կամ առողջության նկատմամբ ոտնձգություն գործադրվելու դեպքում Բուդ, ես օրենքով սահմանված կարգով դիմելու եմ ինքնապաշտպանության դիմելու եմ ինքնապաշտպանության եւ կատարելու եմ անհրաժեշտ պաշտպանության հոդվածից բխող իմ անձի պաշտպանությանն ուղղված համապատասխան իրավաչափ գործողություններ Երևի այսքանը։ Վերջ։ Ընթերցեմ բարձրազան։ Մեքենան գնա, ազդանշանը խանգարում է։ Հայտնում եմ, որ իմ YouTube-յան ալիքի հետևորդներից Սիսիան քաղաքի բնակիչ Վահե Սերժիկի Խաչատրյանը մի որոշ ժամանակ առաջ իր իսկ սեփական նախաձեռնությամբ զանգահարել էր ինձ
եւ մեր հեռախոսազրույցի ժամանակ Վահե Խաչատրյանը ինձ տեղեկացրել է, որ քրեական աշխարհում Արսեն Երևանսկի մականունով հայտնի օրենքով գող Արսեն Մկրտչյանը նախկինում ցուցմունք է գրել քննիչի մոտ, այնուհետև օրենքով գող Արսեն Երևանսկին ըստ Վահե Խաչատրյանի ստորագրել է իր իսկ կողմից քննիչի մոտ գրված ցուցմունքը։ Վահե Խաչատրյանը ինձ հայտնել է նաև, որ օրենքով գողի կողմից քննիչի մոտ ցուցմունք գրելը հակասում է գողական վարքականոններին եւ մեր հեռախոսազրույցի ժամանակ Վահե Խաչատրյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել օրենքով գող Արսեն Երևանսկու հասցեին, որից հետո Վահե Խաչատրյանը ինձ հայտնել է, որ օրենքով գող Արսեն Երևանսկու կողմից քննիչի մոտ գրված ցուցմունքները ներկայումս գտնվում են Վահե Խաչատրյանի մոտ։ Հավելեմ նաև, որ ես վերը նշված հանգամանքների վերաբերյալ Էրի Գեղինյան վերնագրով իմ յութուբյան ալիքում տեղադրել եմ բազմաթիվ տեսանյութեր եւ իմ տեսանյութերում ես քննադատում եմ օրենքով գող Արսեն Երևանսկուն։ Դրանից հետո քննիչներից եւ ազգային անվտանգության ծառայությունից այստեղ չեք նշել, որ Վահե Խաչատրյանը պահանջել էր, այս կավելացնեք։ Դրանից հետո քննիչներից եւ ազգային անվտանգության ծառայությունից Վահե Խաչատրյանը պահանջել էր ինձ ստիպել, որ ես իմ յութուբյան ալիքից ջնջեմ օրենքով գող Արսեն Երևանսկու վերաբերյալ իմ յութուբյան ալիքում իմ կողմից տեղադրված վերը նշված տեսանյութերը։ Մինչդեռ որևէ մեկը չի կարող ինձ ստիպել, որ ես իմ յութուբյան ալիքից ջնջեմ իմ տեսանյութերը, եւ միայն ես ինքս եմ որոշում, թե իմ յութուբյան ալիքում ինչպիսի տեսանյութեր տեղադրեմ կամ չտեղադրեմ։ Ասեմ ավելին, ես ոչ միայն չեմ ջնջել այդ տեսանյութերը, այլև Վահե Խաչատրյանի եւ Արսեն Երևանսկու վերաբերյալ նոր տեսանյութեր եմ տեղադրել իմ յութուբյան ալիքում։ Որից հետո հավանաբար օրենքով գող Արսեն Երևանսկու ուղղորդմամբ Վահե Խաչատրյանը ոստիկանության Սիսիանի բաժնում եւ ազգային անվտանգության ծառայությունում Էրի Գեղինյանից վերաբերյալ ներկայացրել է մի քանի հատ հաղորդումներ։ Վահե Խաչատրյանի այդ կեղծ եւ մտածածին հաղորդումների հիման վրա Սիսիանի քննչական բաժնի քննիչի կողմից Էրի Գեղինյանից նկատմամբ միանգամից մի քանի հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, այնուհետև այդ քրեական վարույթն ուղարկվել էր Ստեփանավանի քննչական բաժին եւ ես շատ շուտով առաջիկայում իմ յութուբյան ալիքում կհրապարակեմ այդ քրեական վարույթով Էրի Գեղինյանից եւ Վահե Խաչատրյանի կողմից քննիչի մոտ տրված ցուցմունքների տեսաձայնագրությունները։ Քանի որ այդ գործը արդեն կարճվել է, հետեւաբար կարճված գործով տրված ցուցմունքների տեսաձայնագրությունները հրապարակելու եւ դրանք հանրայնացնելու իրավունք ես օրենքով ունեմ։ Հավելեմ նաեւ, որ ես իմ զորեղ փաստարկներով ջախջախեցի Սիսիանի քննչական բաժնի քննիչի կողմից ինձ վերագրվող շինծու եւ մտածածին մեղադրանքները եւ Ստեփանավանի քննչական բաժնի պարկեշ եւ պատվախնդիր քննիչ Գրիշա Բասմաջյանը որոշում կայացրեց հանցակազմի բացակայության հիմքով կարճել Էրի Գեղինյանից նկատմամբ նախաձեռնված վերը հիշատակված այդ շինծու քրեական գործի վարույթը։ Ամփոփելով իմ ողջամիտ դիտարկումները, հավելեմ նաև, որ մեր հեռախոսազրույցի ժամանակ Վահե Խաչատրյանը ինձ հայտնել է նաև օրենքով գող Արսեն Երևանսկու կողմից իրեն վնասելու հնարավոր դեպքերը կանխելու եւ խափանելու նկատառումներից ելնելով քննիչի որոշմամբ Վահե Խաչատրյանի նկատմամբ որոշում է կայացված եղել Վահե Խաչատրյանի նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Դրանից հետո Վահե Խաչատրյանը քննիչի կողմից նախազգուշացված լինելով իր նկատմամբ պաշտպանական միջոցներ կիրառելու վերաբերյալ այդ տեղեկատվության հրապարակման անթույլատրելիության մասին, Վահե Խաչատրյանը Viber հավելվածի միջոցով Էրի Գեղինյանից է ուղարկել քննիչի կողմից իր նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի կայացրած որոշումը։ Վերոգնալից ակնհայտ է, որ Վահե Խաչատրյանը կատարել է քրեական օրենսգրքի 485-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն։ Վերջում հավելեմ նաև, որ ես պատրաստակամություն եմ հայտնում ոստիկանությանը եւ քննչական մարմիններին տրամադրել Վահե Խաչատրյանի կողմից ինձ ուղարկված քննիչի կողմից կայացված վերը հիշատակված որոշումն ու Վահե Խաչատրյանի կողմից ինձ զանգահարելու ժամանակ մեր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Էրի Գեղինյանից կողմից կատարված հեռախոսազրույցի ձայնագրությունը եւ այդ ձայնագրության մեջ հստակ լսվում է, որ Վահե Խաչատրյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում օրենքով գող Արսեն Երևանսկու վերաբերյալ։ Եզրափակելով իմ հաղորդումը ցանկանում եմ ավելացնել նաև, որ Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունների կողմից պաշտպանված է իմ անվտանգությունը,
Մասնավորապես տնից դուրս գալու ժամանակ ես մշտապես կրում եմ փոքրիկ տեսախցիկ, որը մշտապես միացված է լինում իմ բջջային հեռախոսի Wi-Fi-ին եւ հատուկ ծառայությունները մշտապես վերահսկում են իմ տեղաշարժը։ Այնպես որ ես չեմ վախենում օրենքով գող Արսեն Երևանսկու կողմից իմ նկատմամբ կատարվելիք հնարավոր հաշվեհարդարներից եւ վրեժխնդրությունից եւ Արսեն Երևանսկու գողական ընկերների կողմից իմ կյանքի կամ առողջության նկատմամբ ոտնձգություն գործադրվելու դեպքում ես օրենքով սահմանված կարգով դիմելու եմ ինքնապաշտպանության եւ կատարելու եմ անհրաժեշտ պաշտպանության հոդվածից բխող իմ անձի պաշտպանությանն ուղղված համապատասխան իրավաչափ գործողություններ։ Այսքան։ Վերջ։ Ստեղ մի հատ բան չէ, շտկելու տեղ կար էս։ Հա, այս տեղը ցույց տամ, որտեղ էր։ Որտեղ էր։ Այստեղ դրանից հետո քննիչներ եւ ազգային անվտանգության ծառայությունից դուք գրել եք պահանջել էր։ Չեք գրել, որ Վահե Խաչատրյանը պահանջել էր։ Այստեղ ավելացրեք ազգային անվտանգության ծառայությունից հետո ավելացրեք Վահե Խաչատրյանը։ Պահանջել էր։ Ո՞նց ստորագրեմ։ Սա է մեկ հաշվը։ Այս հաղորդումը Այսինքն շարունակությունը 3 թերթ։ 2 Այստեղ գրեմ 3 թերթ հաղորդումը։ Ընդհանուր 3 թերթ։ 3 թերթից բաղկացած հաղորդումս անձամբ կարդացի։ Վերված է իմ թելադրանքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ։ Ստեղ դուք էլ պետք է ստորագրեք։ Ավարտը
Հարգելի հետևորդներ, հաղորդումս ես ավարտեցի։ Այժմ սպասեմ հարգելի ոստիկանը լրացնի հաղորդման հակիրճ բովանդակությունը, այնուհետև ինձ տրամադրի կտրոն ծանուցագիր, որով հավաստվում է իմ կողմից հաղորդում տալու փաստը, քանի որ կտրոն ծանուցագրի վրա առկա է լինում ոստիկանության ծառայողի ստորագրությունը։ Խաչատրյան Սերժիկի Սիսյան քաղաքի բնակիչ։ Հարգելի հետևորդներ, օգտվելով առիթից, ուրեմն ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներին, մասնավորապես հենց ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ պարոն Պալյանի գլխավորությամբ, չգիտեմ ով պայթուցիկներ է հիմա տրաքացնում, դրաձայններ։ Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ պարոն Պալյանի գլխավորությամբ, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայող Համլետ Մանուկյանին, իմ կողմից ոստիկանություն կատարված իմ ահազանգին անհապաղ արձագանքելու եւ պատշաճ կերպով ինձնից հանցագործության մասին հաղորդում ընդունելու համար։ Այո, պետք է փաստեմ, որ չնայած հիմա չգիտես ինչու ժողովրդի մեջ վատ կարծիք ունեն, ժողովրդի որոշ խավը վատ կարծիք ունեն ոստիկանության մասին, սակայն արդարացիորեն պետք է փաստեմ, որ ոստիկանության գործողություններում անձամբ ես տեսնում եմ բավականին շատ բարեփոխումներ եւ վստահ եմ, որ յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացի անշուշտ կտեսնի այդ բարեփոխումները ոստիկանության համակարգում կատարված, ինչը չի կարելի ասել քննիչների եւ դատախազների մասին, կոնկրետ քննիչների եւ դատախազների աշխատանքում ես չեմ տեսնում որևէ բարեփոխում։ Այսինքն քննիչները եւ դատախազները, ինչպես որ եղել են Սերժի ժամանակներում, այսինքն նույն ամենաթողությունը, անպատժելիությունը, հանցագործության դեպքեր թաքցնելու արատավոր պրակտիկան, այդ նույն գործողությունները ներկայումս շարունակվում են, թե Լոռու մարզի քննչական բաժնի քննիչների աշխատելավոճում եւ թե Լոռու մարզի դատախազության դատախազների աշխատելավոճում, բայց կոնկրետ ոստիկանության գործելավոճում ես ինքս տեսնում եմ դրական բարեփոխումներ, նույն ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի, ոստիկանության Ստեփանավանի բաժնի, կոնկրետ այդ 3 իմ կողմից թվարկված այս 3 բաժինների ծառայողների գործողություններում ես տեսնում եմ դրական բարեփոխումներ եւ դրական առաջընթաց։ Համենայն դեպս այսքան ժամանակ ոստիկանությունը իմ բոլոր հաղորդումներին պատշաճ արձագանքել է եւ տրվել է պատշաճ ընթացք, որի համար ես իմ խորին գոհունակությունն եմ հայտնում ոստիկանության աշխատանքից։ Նաև ուզում եմ ավելացնել, որ երբ որ քաղաքացու տեղը նեղվում է, այսպես ասած, քաղաքացին առաջին հերթին դիմում է ոստիկանությանը, հետո նոր շտապ օգնությանը, այսինքն երբ որ քաղաքացի նեղության մեջ է հայտնվում, այսինքն այդ ժամանակ քաղաքացին դիմում է ոստիկանության օգնությանը, դրա համար այն քաղաքացիներին եմ խոսքս ուղղում, ովքեր որ հանիրավի թիրախավորել են ոստիկաններին, այդ քաղաքացիները եւ անընդհատ, չգիտեմ, մտածածին եւ մերկապարանոց զրպարտանքներ են հնչեցնում ոստիկանների հասցեին, այդ քաղաքացիներին եմ հենց խոսքս ուղղում, որ երբ որ ձեր տեղը նեղվում է հենց այդ քաղաքացիների, ոստիկանությանը հանիրավի քննադատող այդ նույն քաղաքացին նույնպես դիմում է ոստիկանի օգնությանը։ Այնպես որ միշտ հիշեք, որ առաջինը նեղության մեջ գտնվող քաղաքացուն օգնության է հասնում հենց ոստիկանը։ Դրա համար պետք է գնահատել, պետք է արժևորել ոստիկանության ծառայողների հայրենանվեր աշխատանքը եւ պետք է ըստ արժանվույն գնահատել ոստիկանների աշխատանքը։ Համենայն դեպս նկատի ունեմ բարեխիղճ ոստիկանների աշխատանքը պետք է գնահատել ըստ արժանվույն։
Հիմա սպասեմ մինչև ոստիկանության ծառայողը լրացնի իմ հաղորդման հակիրճ բովանդակությունը, այնուհետև ինձ կտրամադրվի կտրոն ծանոթագիր եւ այսքանով կավարտեմ իմ այս հաղորդումը։ Բոլոր քաղաքացիներին հորդորում եմ հետևողական լինել իրենց իրավունքների պաշտպանության հարցում եւ ունենալ բավականին բարձր իրավագիտակցություն եւ կլինեք պաշտպանված։ Ժամանտի Ժամը ինչ եմ գրում։ 11:32-ին ենք սկսել։ Սկսվելու ժամն է գրվում, թե ավարտի։ Ավարտին։ 12:42-ին ավարտել ենք։ Մի արդեն 12:54-ը։ 50։ Այդ գրեմ, 12:54 գրեմ, թե ինչ գրեմ։ Ես դեռ մոտնում եմ արդեն բանը 12:42-ով։